Իմ շատ սիրելի մարդիկ, ես շատ մեծ ցավ եմ զգում մի տեսարանից, որ պատկերացնում եմ, ուրեմն ես հուսով եմ, որ ինձ կլսեն ոչ միայն Հիսուսի հարսը, Հիսուսին սպասող զավակները, այլ նրանք, ովքեր չգիտեն ողջ ճշմարտությունը։ Ուրեմն իմ աչքի առաջ գալիս է մի տեսարան, որտեղ ես տեսնում եմ երկինք, ուր բարձրանում են Հիսուսի ընտրյալները, այսինքն Հիսուսի սրբերը, այսինքն նրանք, ովքեր իրենք էլ ընտրեցին Հիսուս Քրիստոսին, եւ նրանք բարձրանում են սպիտակ լույսի պես բոլորը երկինք, եւ Տեր Հիսուս Քրիստոսը երկնքում դիմավորում է նրանց ու տանում է իր թագավորություն երկնային խնջույքին, գառի հարսանիքին մասնակցելու։ Գառը, Աստծո գառը հենց Տեր Հիսուս Քրիստոսն է։ Եվ այսինքն երջանկություն եւ երանություն երկնքում, սպիտակ լույս երկնքում, հրեշտակները Աստծո հետ, որ տանում են իրենց հարսին, իրենց թագավորություն, եւ խնջույք է սկսվում երկնային թագավորությունում, գառի հարսանիքը, եւ Տեր Հիսուս Քրիստոսը յուրաքանչյուրիս մեր անունով կոչելով, մեզ թագադրում, պսակադրում, պարգևներ է հանձնում եւ պատկերացնում եք երկնային արքայությունում գառի հարսանիքը, խնջույքը, որտեղ Տեր Հիսուս Քրիստոսի զավակները Տեր Հիսուս Քրիստոսի հետ են դեմ դիմաց նրան առաջ կանգնած եւ երկիրը մթության մեջ։ Երբ Տեր Հիսուս Քրիստոսը վերցնի իր եկեղեցին երկրի վրայից, ամենախիտ մութը կիջնի երկրի վրա, կլինի եւ կիջնի, կպատի ողջ աշխարհը, թե ֆիզիկական, թե հոգեվոր իմաստով։ Երբ երկնքում լույս է աստվածային, եւ երկնքում երջանկություն ու երանությունն է եւ փառքն է աստվածային, որի մեջ այդ ժամանակ նրա ընտրյալ սրբերն են, նրա զավակներն են իրական, որի մեջ փեսան ու հարսն են Հիսուս Քրիստոսը եւ իր սուրբ սրբերը, իր ճշմարիտ զավակները, նույն ժամանակ բոլոր մարդիկ, միլիարդավոր մարդիկ, ովքեր չընդունեցին իրենց Տեր Աստծուն եւ իրենց Փրկչին, չընդունեցին իրենց փրկությունը, երկրի վրա են, եւ չարը սատանան այդ պահին իր երազելի, ամենաերազելի պահն է վայելում, որովհետեւ վերցվեց Տիրոջ եկեղեցին երկրից եւ երկրագունդը պատկանում է սատանային։ Այդ պահից սկսած ամբողջ իշխանությամբ Աստված տալիս է նրան իշխանություն տիրել աշխարհին, տիրել մարդկությանը, իշխել մարդկությանը։ Եվ այդ պահից սկսված այն բոլոր աղետները, սարսափները, վախերը, բռնությունները, հանցանքները, չարագործությունները, որ կարող է տեղի ունենալ սատանայի կամքով եւ այն բոլոր ցավերը, վշտերը եւ աղետները, որ կթափվեն երկրի վրա Աստծո բարկության հետևանքով, Աստծո բարկության պատճառով, դա պատկերացնել ոչ ոքս չենք կարող իրական կերպով, ոչ ոք, դա կպատկերացնի միայն Աստված եւ դա կպատկերացնի միայն տեսնողները, վկաները, ովքեր որ կմնան երկրի վրա։ Եվ դա սարսափելի է, երբ մարդիկ երազելու են մեռնել, բայց մահ չեն գտնելու, երբ մարդիկ իրենց տեսածից խելագարվելու են, ցավից գժվելու են, ու այդ երկու տեսարանները գալիս են իմ աչքի առաջ, եւ ես մեծ ցավ եմ զգում։ Դարձի եկեք մարդիկ, մի եղեք այսքան անհավատ, ինչու ենք խուսափում ճշմարտությունից, ինչու ենք փախչում ճշմարտությունից, ինչու ենք մենք մեզ խաբում։ Դարձեք դեպի Աստված, ապաշխարեք, խոնարհվեք ձեր Տիրոջ առաջ, նա ձեզ սիրում է։ Նա ձեզ սիրում է, Տեր Հիսուս Քրիստոսը մեզ շատ է սիրում, հայերին շատ է սիրում Տեր Հիսուս Քրիստոսը, նա մեզ ընտրել է, նա մեր կողքին է։ Խնդրում եմ հայեր, դարձի եկեք, այնինչ որ սպասվում է աշխարհին, դա հենց աշխարհի վերջ կոչվածն է։ Շուտով Տեր Հիսուս Քրիստոսը կտանի իր եկեղեցին, իր զավակներին,
գրեք տարբեր լեզուներով, Восхищение Церкви Иисуса Христа, Иисус грядет, Иисус возвращается, Jesus coming soon, խնդրում եմ դարձի եկեք,